Տրամպը չկարողացավ այն էկոնոմիկական բարիքները իրենց հասցնի, որը խոստացել էր։ Եվ ոչ միայն չկարողացավ պահին այն ինչ որ կար։ Այն ինչ որ ինքը ստացավ Բայդենից, ինքը դա չկարողացավ պահի։ Ինֆլեյշնը մեծացավ, գները թանկացել են ամեն ինչի վրա։ Այն որ արտաքին հարաբերությունների մասին չեմ խոսում, գների մեջ, ասենք, էֆեկտիվ ձևով եւ բժշկական ծառայությունների գինը եւ մնացած ապահովագրությունների եւ սննդի եւ ուզած ապրանքների եւ տների համար խայտարակ վիճակ է ստեղծվել, որ տների նոր տների արտադրությունը կոմպետենսիանք, հա, ինչքան նոր տուն է կառուցվում Ամերիկայում, ազգական տների մասն խոսում հիմնականում, դա շատ մեծ ցուցանիշ է տնտեսական վիճակի մասին Ամերիկայի եւ դա նշանակում է որ չեն առնում մարդիկ բանը չեն սարքում նոր տներ չեն կառուցում իսկ դա չեն առնում չեն կարողանում առնել այսինքն այդքան փող չկա այդքան տոկոսները բարձր են պարտք չեն կարողանում առնել կամ գները բարձրացել չեն իջնում գները որ գները չեն իջնում որովհետեւ գները շատ մարդիկ առել են բարձր գներով չեն կարողանում ծախեն ցածրով նստալեն չեն ծախում ասում եք սպասեմ մինչև գները բարձրանա որ կարողանամ ծախեմ շարքმა շուկայում չկա ապրանք իսկ դա շուկայում չկա ապրանք պիտի ենթադրել որ պիտի կառուցողները արագ արտադրեին նոր առաջարկ տային այսինքն նոր շենքեր սարքեին տներ սարքեին ծախելու բայց չէ դա չեն անում ինչու որտեվ չնայած որ ապրանք չկա այդքան ինչքան առաջ էր առնողներ էլ չկան ծախողները չեն ծախում, որտեվ չեն ուզում էժան ծախեն, իրանք թանկ են առել, իսկ առնողները հնարավորություն չունեն, գները այնքան բարձրացել, որ ինքը ասում չեմ կարողանում այդ իմ եկամուտով համել նաև այսքան տան մորգեջ տամ, այսինքն տան համար պարտքս վճարեմ, այդ աննարին գործ է դառնում։